Նորմալ է, որ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանը գնահատում է 15 միլիոն դրամ։ Չէ, նորմալ բան է, ոչ է մարդ իր իր երկրից չպիտի հրաժարվի, թեկուզ միլիարդ տան։ Ես դա համարում եմ աննորմալ երևույթ։ Ուր էլ գնաս, քո երկիրը ամենալավն է։ Ես այդպես եմ մտածում, չգիտեմ։ Ես կոնկրետ այդպես եմ մտածում։ Իմ երկիրը ամենալավն է։ Իր բոլոր թերություններով հանդերձ։ Այն որ մի ամիս պետք է ծառայեն, 4 ամիս պետք է ծառայեն դրա մասին, է խոս։ Տես մի բան լսել եմ, բայց հիմա 15 միլիոն դրամ։ Չէ, հրաժարվելու մասին չեմ լսել, այտենց։ Չեմ լսել, կներեք, չեմ լսել։ Վատը որ գնահատում ասում։ Առասարակ քաղաքացիությունից հրաժարվելը շատ վատ բան է։ Երբ հրաժարվան, որ ինքն գնահատես 15 միլիոն։ Նա չի գնահատում, ասում է գանց ծառայեն, մի ամսով կամ 2 ամսով փողեր տան, եթե չեն կարող մուծեն, թողեցան ծառայեն։ Կարող է 1000-ի մեջ մի հոգի ունենա, մի հոգով չի որոշում ամբողջ 3 միլիոն կամ 10 միլիոն հայությունը։ Ոչ մեկ չունի, ոչ 15 միլիոն, ոչ 20 միլիոնը։ Գնաք ծառայի, մեկ իմ թորնա, մեկը քո թորնա, քո տղան աղբերնա, իմ տղան, բոլորներ գնում են ծառայել։ Իմ թորներ ծառայել են, իմ տղան ծառայել է, իմ ամուս, բոլոր ծառայել են։ Անվնաս եկել են տուն են մտել։ Ես շատ գոհ եմ։ Այս Հայաստանից, այս պետությունից, այս կառավարությունից, այն հներին չրթեք, թափեք զիբիլը, զիբիլ։ Իհարկե ոչ։ Հայաստան գին չունի, մեր համար չգիտեմ գին չունի։ Այդ իրանք են, որ իրանց աչքին փողը երևում է ու ամեն ինչ վաճառում են փողով։ Չի կարելի, Հայաստան անգին է մեր համար։ Մենք սիրում ենք մեր երկիրը։ Պոստը այդքան չարժի քարկոծել Փաշինյանին, ինքը չի պատճառը բոլոր դժբախտությունները, ինձ թվում է մի քիչ ուրիշ տեղ էլ պետք է փնտրել։ Իմ կարծիքով ինքը շատ սխալներ է թույլ տվել, բայց ազնիվ եւ արդար մարդ է, իսկ մենք չենք ունեցել այդպիսին ղեկավար։ Փաշինյանի արածները միշտ ոչ թե նորմալ է եղել, իմ կարծիքով հակահայկական է իր արածները միշտ էլ։ Սա 7 տարի է, ինչ ենք տեսնում։ Կորուստներ, հողերի տարածք, թշնամու երկրի պահանջների կատարում, ոչ մի դիմադրություն չկա։ Բավականներ ես պատասխանը։ Ես քաղաքական հարցերով չեմ ուզում էլի պատասխան։ Ապուշությունը է, դե ինչ նորմալ։ Չէ, աղջիկ չէ, ոնց կլի։ Ինչու են նման օրենսդրական փոփոխությունները։ Պարապակ ամեն իրա ուղեղը տենց է աշխատում։ Դրա համար մենք ես օրին ենք, որ կարգին ղեկավար ունենայինք, բացես կլեր մեր վիճակը։ Ճիշտ ասած չեմ լսել այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, այսինքն եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուզում է հրաժարվել, կարող է գումար վճարել եւ հրաժարվի։ Դա ինձ թվում է ընդհանրապես ցանկացած երկրի քաղաքացին իր երկիրը այնքան պետք է գնահատի, որ երբեք չուզենա հրաժարվի, եթե քաղաքացին իսկապես հայրենասեր է եւ ցանկություն չունի հրաժարվելու, կարծում եմ ոչ մի գումար այդ իմաստ չունենալու, հա։ Վերաբերում է 18 տարին դրացած տղաներին, որպեսզի հրաժարվեն ու չթող։ Այսինքն բանակ չծառայելու խնդիրն է, հա, այստեղ։ Դա Հայկ Սարգսյանի օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Ճիշտ ասած նորից եմ ասում, ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց կասեմ մի բան, ցավոք սրտի այսօր հողը, հայրենիք պահելը, հայրենասիրությունը ամեն ինչ հանվել է աճուրդի։ Բոլորը վաճառվում են, հա, եւ ինչպես ասում եմ, ամեն ինչ վաճառվում են։ Իհարկե ճիշտ չէ, պետք է ոչինչ չվաճառվի, ամենայն դեպս այն ամենը, ինչը որ նյութական իմաստ չի կրում, իսկ հայրենիքը եւ հողը դա մեր սուրբ մասունքն է, որը եթե խնդիր չունես, եթե դու առողջական իսկապես լուրջ խնդիրներ չունես, դա ցանկացած հայ տղայի պարտքն է, որտեղ մենք ծառայում ենք պաշտպանելով մեր մայրերին, մեր քույրերին, մեր ազգին, իսկ дра հակառակ կողմը արդեն դա ուղղակի անտարբերություն է սեփական հայրենիքի նկատմամբ շնորհակալություն։ Детка, я ничего не понимаю, а про него вообще слышать не хочу. Хорошо? Իհարկե նորմալ չէ։ Ինչն է նորմալ, որ Փաշինյանի, որ այդ նորմալ լինի։ Ինչու են նման օրենսդրական փաթեթները, Հայկ Սարգսյանը չի կարողանում։
Են ուզում երկիր դառնա դրա համար։ Չգիտեմ ինչ են ուզում իրանք։ Փող են դիզում։ ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է շրջանառության մեջ դրել։ Ըստ պատգամավորի այդ փոփոխությունների նպատակն է ավելի արդյունավետ պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու երևույթի դեմ։ Նա առաջարկում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37։ Մյուս խստացումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելուն։ Մինչև 18 տարեկան տղաների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը առաջարկվում է դարձնել 15 միլիոն դրամ։ Իդեպ գործող կարգավորումներով 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս գումարը վճարելու ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, նորմալ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը Փաշինյանը գնահատում է 15 միլիոն դրամ։